Երթուն պիտի փառավորվիս քո ժողովրդիդ մեջ, դու պիտի փառավորվիս քո ժողովրդիդ փառաբանության մեջ, դու քո խոսքիդ մեջ կսես, որ ժամանակը հասած է, որ Աստված բաշխողները հոգիով եւ ճշմարտությամբ քեզ բաշխեն, եւ մենք այսօր հոգիով եւ ճշմարտությամբ քո առջև բտկուքանք, փառավորվե մեր խոսքերում մեջ, մեր աղոթքներում մեջ, մեր բարերը հայր պիտի չլան բարեր միայն, այլ պիտի լան այդ խունգը, որ կբարձրանա քու քահիդ, այդ բաշտամունքը, որ դու կընդունիս, այդ բաշտամունքը, որ քու սիրտդ կշարժե, այդ բաշտամունքը, որ գլեցնե մեր կյանքերը, օրնյալ ես տուն, որ գուքաս, մեր կյանքերու մեջ փառավորվելու Հիսուսի անունով, ամեն։ Բարլիս բոլորին, այս արդու գուզեմ սեզի խոսիլ, եկեք երթանք իրեն, let us go to him։ Մենք կջանչնանք զարգազարտի բադմության մեջ, որ Հիսուս է, որ գուկա մարդոց, Հիսուս է, որ գուկա Երուսաղեմ, բայց իրականության մեջ, բադմության մեջ շատ դեղեր գտեսնես, որ փոխադարձաբար մարդիկ կերտան իրեն։ Եվ մենք այսօր մեր կյանքերում մեջ որոշում ունենք, թե մենք գերտանք իրեն, կամ բարձրապես մենք կսպասենք, որ Աստված մեր կյանքերուն մեջ ինք հայտնվի։ Աստված կհայտնվի ինչպես որ ուզե, ուր որ ուզե, ինչ ցևով որ ուզե, Աստված ամեն բան գիտե, ամենակարող է, ամենտեղ է, Աստված ամեն ինչ կրնանել, բայց Աստված շատ խոնարհալ է։ Այսինքն Աստված իր ինքզինքը հայտնելը զորով կամ գամքի ուժով չներ։ Ինքզինքը բարդատրելով չներ, he doesn't do it by imposing his will։ Աստված ինքզինքը հայտնե խոնարհությամբ, սկիզբեն եւ մինչեւ այսօր Աստված իր ցևը չէ փոխած։ Եթե գհիշեք Աստված ինչպես հայտնվեցավ Պետրոսին, Հիսուս այսպես հարցազրույցը Պոլրավ հարցուց որ ով գսեք որ ես եմ, ով գսեք որ ես եմ։ Եվ ամեն մարդ դարբեր բարասխանը տվավ եւ Պետրոսը ասավ թունես ճշմարիտ Աստծո որդին, թունես Մեսիան։ Եվ Հիսուս զինք քովեց, չէ՞, Հիսուսը որ Աբրիսը սավ, ինչու համար, որովհետև շատ խելացի ես, ոչ, որովհետև շատ գիտուն ես, ոչ, Աբրիս, որովհետև այս մեկը քեզի չհայտնվեցավ մարմինով կամ մարդկային կամքով։ This was not revealed to you by flesh and blood, բայց Աստծո հայտնությամբ։ Ուրեմն այս մարդը իր սրդի մեջ գրծավ հասկանալ բամը, որ ուրիշ մեկը չէր հասկացած։ Այս մարդը ավելի բան չէր գիտեր։ Մյուս մարդիկն ալ, որ Հիսուսի հետ էին նույն գործերը տեսան, նույն հրաշքները տեսան, բայց չջանցցան անմիջապես։ Ուրեմն Պետրոս որ ջանցցավ, որովհետև հանդիպում ունեցավ Աստծո հետ, ոչ թե որովհետև Աստված եկավ ասավ իմ որդիս է, պիտի բաշխեցինք, պիտի ընդունիսինք։ Ուրեմն Աստված ինքզինքը հայտնեց Պետրոսին կյանքի մեջ, God revealed himself in the life of Peter խոնարհությամբ։ Ագանչ մկդա, որ պատրաստ էր լսելու, եւ այդպես Աստված խոսեցավ։ Աստված այսօր նույն ցևով հայտնության գիրքի մեջ, Book of Revelation, գսեմեզի ան որ ագանչ ունի, ով ագանչ ունի։ Թող լսե, թե հոգին, Սուրբ հոգին ինչ կսե եկեղեցին։ Ան որ ագանչ ունի դրամատրված, whoever has ears given to listen, ան որ ագանչ ունի, կանանք մենք խոսենք, մենք ասենք, դու գարդեմ չես լսեր ասածս։ Եվ որ գվիճապանիկ, գարդեմ փամը չհասկացար ասածս։ Չէ, Թիմոթին լսեց, խելացի է գհասկնա ասած, բայց չի հասկնար կամ չուզեր հասկնալ, որտեվ որոշած է չի հասկնալ։ Մենք իրենք որ Թիմոթինը գլսե, բայց գրնալալ չուզեր հասկնալ։ Ուրեմն Աստված եւ որ գսե ով որ ագանչ ունի լսելու, ասել գուզի ով որ ագանչ ունի խոնարհած լսելու, թող լսե, թե հոգին ինչ կսե այսօր եկեղեցին։ Եվ ամեն ինչ որ Աստված գխոսի այսօր նույն գշիրք ունի, whatever God said has the same value and weight as in the past։ Աստծո խոսքը չի փոխվիր, ժամանակի վրա մոդայե դուրս չի դառնար, տրենդեն դուրս չելներ, Աստծո խոսքը trendsetter է, Աստծո խոսքը ինքը գորոշե մեր քայլերը, ամեն։ Թարերը կփոխվին, Աստծո խոսքը միշտ նույնը կմնա, ամեն։ Եք միասին նայենք Եբրայեցիս 13, Hebrews 13, Դիգարտամ 12-ին 14։
Ճիշտ այդ բաժարով Հիսուս ինքն ալ քաղաքեն դուրս տարվելով չարչարվեցավ, որբեսի իր արինով սրբե ժողովրդին մեղքերը։ Գխոսի այդեղ թե զոհը քաղաքեն դուրս կլար։ Եվ որ զոհ բիլար, when there would be sacrifice, it was done outside of the city. Կսի ադոր ամարալ Հիսուս ինքը քաղաքի մեջ չզոհվեցավ, քաղաքեն դուրս զոհվեցավ, փլուրին վրա, կողքոտային վրա, չէ՞, որ Երուսաղեմի մոդիկ է։ Արդ եկեք մենք ալ մեր բնակության վայրերեն դուրս կանք եւ երթանք իրեն մեր վրա առնելով իր գրած նախադինքները, որովհետեւ հոս աշխարհի մեջ մենք մնայուն քաղաք մչունինք, այլ քալիք երկնավոր քաղաքին է, որ գցանգանք. Let us then go to him outside the camp, bearing the disgrace he bore, for we do not have an enduring city, but we are looking for the city that is to come. Ուրեմն Եվ գխոսի մեր բնակարանները camp բարը գործած է, այսինքն գխոսի հանգստավայրը, դեղ որ թուն հանգիստ ես, քու գտե, քու շինածը թե, քու ժողովուրդը թե, քու մշակույթը թե, քու ամեն ինչը թե որ թուն գիտես եւ լավ է քեզի համար։ Գսե թուն որ Աստծո պիտի երթաս, ելիր այդ հանգիստի դեղից եւ որոշում ար ըլլալու իրեն հետ, ըլլալու իրեն համար եւ այդ նախադինքը գրելու։ Let us bear the disgrace he bore։ Մեկը չի սիրեր նախադինք գրել։ Մեկը չի սիրեր, որ մարդիկ ձուրն այն իրեն։ Մեկը չի սիրեր, որ ինքը դարօրինակ լա։ Բայց այդ ժամանակ, որ Հիսուս եկավ, Հիսուսի հետևելը դարօրինակ բան էր։ Ընդունելի բան չէր։ Այդ աստիճան անընդունելի էր, որ եւ որ Պետրոսին ասին, որ Տուն գճանչնասին, տուն իրեն հետ էիր, քանի անգամ ուրացավ Հիսուս, 3 անգամ ուրացավ։ Արդյոք Պետրոս Հիսուսը չեր սիրեր։ Ով գսե, գրնա մեկը ասել, որ Պետրոս Հիսուսը չեր սիրեր։ Ոչ, գիտենք, որ Պետրոս վերջ իր կյանքը տվավ Հիսուսին համար։ Բայց Պետրոս չգրծավ հոն թիմանալ այդ ամոթին, այդ վախին, որ պիտի ըլլար մարդոց արչև, եթե ինքը ասեր, որ ես իրեն հետ եմ։ Քիծա պիտի սպանեն, պիտի չարչարեն զինք։ Ուրեմն ինքը ամիջապես չեմ ճանչնալ։ Երրորդ անգամ նույնիսկ հայոյեց գսե։ Այդքան բարգացավ, որ չէ, վստահ ես իրեն հետ չեմ ասավ։ Ուրեմն այստեղ համարը մեզի գսե, եկեք մենք ալ մեր հանգիստներեն դուրս ելելով երտանք իրեն, որ զոհվեցավ մեզի համար, քաղաքեն դուրս իրեն երթալով։ Ուրեմն Հիսուսի հետևիլ, Հիսուսի երթալ կնշանակե հանգիստ ուրանալ, կնշանակե հանգիստեմը դուրս գալով իրեն երթալ հանդիպելու։ Մեկ հատ մտածեք յանքիդ մեջ Տուն որ առօրյա ունիս, all of you have a routine. Առօրյային մեջ մենք արդյոք այդ ջիկը գնենք հանդիպելու Հիսուսին։ Do we go that mile to encounter him? Այսօր ես Հիսուսով զավակ եմ Աստուծո, տուն զավակ ես Աստուծո, բայց արդյոք ես այդ քայլը գարնեմ առօրյայիս մեջ in my day to day երթալու հանդիպելու իրեն։ Այդ մեկը Աստուծո կորձը չէ։ Աստուծո երթալը Աստուծո կորձը չէ։ Աստուծո երթալը իմ կորձս է։ Հակոբոս կսե մոդեցեք Աստուծո եւ ինք բիդի մոդենացեզի։ Չսեր Աստված բիդի մոդենացեզի եւ դուք իրեն մոդենակ վերջը։ Եվ որ ցեզի գանաչ լույսը դա չէ։ Գսե որ մոդեցեք Աստուծո եւ ինք բիդի մոդենացեզի։ Ուրեմն այսօրվա վերնակիրն է երթանք Աստուծո, հանդիպինք Աստուծո։ Ամեն։ Եվ թե Աստված քու կյանքիդ մեջ փնավ զորով իր գամքը չի բարդացրել Աստված գհայտնվի քեզի ինչքան թուն կփափակիս իր ներկայությունը։ Մարդիկ ան քրիստոնյա գաբրին 40 տարի, 50 տարի, բայց օրը Աստծո ցայնը չեն լսեր։ Օրը Աստծո բժշկությունը չեն վայելեր։ Օրը Աստծո հբումը չեն սկար։ Արդյոք ադի Աստծո հանցանքն է։ Գամ այս համարը գա որ խոսեցանք հիմա, որ գսե երթանք իրեն։ Որև այդ իրեն կացող անպայման պիտի հանդիպում ունեն Աստծո հետ։ Չի գնարել Աստված մերժե իրեն եկողը։ Ուրեմն գուզեմ այս բադմուչյանը երթանք Հովանեսի գիրքեն 12-րդ գլուխ, որ գխոսի բադմությունը Հիսուսի Երուսաղեմ քալուն եւ սկիզբեն գուզեմ նայինք։ Զադիգեն 6 օր առաջ Հիսուս Բեթանիա եկավ, հոն ուր Ղազարոսը գաբրեր, այն մարդը, որ մեռած էր եւ որուն Հիսուս մերելներեն հարություն տված էր։ Ուրեմն Բեթանիա քաղաք եկավ Հիսուս, ուր որ Ղազարոսը գաբրեր եւ այդ Ղազարոսն է որ հարություն արած էր Հիսուսի խոսքով։ Մարտան գսպասարգեր եւ Ղազարոսն ալ սեղանագիցներեն էր։ Սեղան նստած էր Հիսուսի հետ։ Lazarus was at the table with Jesus. Ընտրիկի ադեն Մարիամ շիշմը ազնիվ յուղ եւ սուղ նարդոսի յուղ առնելով օձեց Հիսուսի ոտքերը եւ իր մազերով սրբեց զանոնք դունը յուղին անուշահուդությամբ լեցվեցավ. Mary took about a pint of pure nard, an expensive perfume. She poured it on Jesus' feet.
and wiped his feet with her hair, and the house was filled with the fragrance of the perfume. Ուրեմն այս գնոջ խոսքը նորեն օրենք մը չգար, որ ինք այդպես ուներ։ Մեկը չսավ, կնա Հիսուսին ոտքին, այս յուղը թափե, այս կան թանկ պետք է լա, այս կան արժեքավոր պետք է լա չէ։ Այս գինը մղում ունեցավ, երթալու իրեն, Հիսուս անմեղն էր, ամեն մարդ գիտեր, որ Հիսուս անմեղ էր։ Մարիամ մեղք ուներ, Մարթան մեղք ուներ, Ղազարոս մեղք ուներ։ Եվ հрьяաներունքով չէին գնար սուրբինքով գնալ, սուրբին հետ վարվել ինչպես կուզեին, բայց այս գինը ըսկաց իր հոգին մեջ, որ փամ մգար Հիսուսի մեջ, որ զինք կքաշեր իրեն։ Գիտեք, որ մենք սխալ մնենք, ոստիկանութեն են կբահվենք, կամ օրենքեն կփախչենք, որովհետև գիտենք, որ քեշ պամը պիտի լա։ Բայց Հիսուս միակ անձն է, որուն մեղավորը գերտահանգստությամբ, որև գիտե, որ իր մեջ բժշկություն կա։ Մարիամ գնաց Հիսուսի ոտքերը լվալու, ուրիշ պատմություն կա, որ ուրիշ գինը Հիսուսի ոտքերը կլվա, այս մեկը դարբեր պատմություն է։ Այս մեկը Մարիամ գնե Հիսուսը բադվելու համար, այսինքն she does it to honor him, եւ այս շիշին արժեքը մեկ դարվա աշխատավարձ էր. This was 1 year's worth of wages. Ուրեմն այս գինը հոն թափելով Հիսուսի ոտքերուն երկու բան գնե։ Առաջինը կբադվե Հիսուսը, երկրորդ as she honors him, երկրորդ ցույց կտա, որ կբաշտե Հիսուսը, it's a sign of worship. Երրորդ մարգարեական գործ մգնի, she does something prophetic. Այդ ժամանակ փույրեր գտնեին մարմիններուն վրա, որոնք թաղման կպատրաստվեին. They would put this on people, perfume on people who were going to be buried. Ուրեմն այս գինը առանց իր ճանչնալուն մարգարեական գործ մըրավ։ Առանց որ մեկերս է քնա ոտքերը լվա այսպես։ Գնա ճուր թափել ոտքերուն, որովհետև հрьяաները գնային ճուր թափել ոտքերուն։ Այս գինը ոչ։ Պիտի յուղը դար, ամենաթանկ յուղը դար, իր ամենալավակույնը, իր շինածը, իր արժեքավորը չբահեր, she wouldn't withhold it, այլ թափեր իբրև խոնարհություն, իբրև սպասարկություն, իբրև բաշտամունք Հիսուսի ոտքերուն եւ իր մազերով սրբեր, որ մազերը գնոջ բադիվը կհաշվվին։ Long hair was the grace, the glory of the woman. Ուրեմն այդ մազերով ինք սրբելով ալ ինք ցույց կտար, որ ինք կխոնարհեր այդ ներգայության դիմաց։ Եվ անշուշտ հոնդեղ եւ այսպես գուզեմ եք բան ասել, այդ բաշտամունքը որ արավ, գսե այդ փույրը, այդ անուշ փույրը, that fragrance լեցուց ամբողջ սենյակը։ Ինչ կնշանակի այս մեկը։ Աստվածաշունչը մեզի գսե Սաղմոս 22-ի մեջ, որ Աստված իր քահը դրած է ժողովրդին բաշտամունքին մեջ. God is enthroned in the praises of his people. Ուրեմն երբ որ բաշտամունքի կորձ մգնես, գերքես, գաղոթես, գծարայես, որևէ բան գնես Քրիստոսը սիրելով, Քրիստոսի արչև անցդ թափելով, այդ մեկը Աստծո արչև բաշտամունք է, եւ այդ մեկուն Աստված բարասխան գուտա, եւ այդ փուրմունքը գլեցնե քու գյանքդ, քու դունդ, քու եկեղեցիդ։ Կուզեմ այս մեկը լավ հասկանաս, բարդականություն մի ներ երբեք, մերժե քաղաքարը. refuse the idea of Sunday to Sunday life, church service, traditional service. No. Tun Աստուծո արչև եկուր բաշտամունքով։ Ոչ աջենդայով, ասի Աստուծո, ես այսօր քեզի պիտի դամ ամենալավս, իմ նգարակիրս պիտի քո արչևդ զոհեմ, իմ փափակներս քո արչևդ պիտի տնեմ։ Ով գիտե մեկ դարվա աշխատանքով ինչ կնարնել այս դիգինը։ Չեն գիտեր ինչ կնարնել։ Պետք գնար դուն շինել։ Հակուստ կնել։ Հանգստանալու երթալ, գնաս Երևանեն մեկ ինչ կնե մեկ դարվա վարձկով։ Բայց այս գինը իր մեջ սկաց, որ այդ ներգայությունը, Հիսուսի ներգայությունը գարժեր, it was worth it։ Կողը նստած էր հութան, որ կողեր, եւ հութան ամեն անգամ հութան հոն խոսեցավ, ասելով, որ չեն կրնար աղքատներուն դալած դրամը, չէ որ Հիսուս միշտ կօգներ մարդոց։ Գիտես, շատ անգամ սատանային ցայնը շիդակ ցևով գուկա։ Շատ շիդակ կնստի, բայց սխալ նպատակով գլա։ The devil speaks always a shade of the truth, but never the truth։ Որովհետեւ քեզ հստակ սուտ խոսի արդեն չես հավատար։ Բայց հութան կողը լալով մենք գիտենք բազմության մեջ որ կանցանագը որ գահավաքվեր, կանցանագի մեջ դրամ գահավաքվեր կամ օգնություն գահավաքվեր, ամեն անգամ ինքը իր հաշիվը գներ մեջ են։ Իր բաժինը գարներ մեջ են։ Եվ այսպես բայց խոսած ժամանակը գսե որ չլար աղքատներուն դային կաստրամը։ Եվ Հիսուս շատ քեղեցիկ բանը գխոսի, եւ գուզեմ այս մեկը թունա լավ հասկանաս 8-րդ համար 7-րդ 8-ը Հիսուս պատասխանեց ազատ սկեզինք leave her alone որովհետև թաղումից օրը լալիկն է որ հիմա գնե
աղքատները ամեն տեսակ, ամեն ժամանակ ունիք ցեզի հետ, բայց զիս միշտ հետ ցեզի հետ չունիք. It was intended that she should have this perfume for the day of my burial. You will always have the poor among you, but you will not always have me. So having the right priorities. Շիդակ առաջնահերթությունը ունենալ շատ կարևոր է մեր կյանքի մեջ. Ոչ թե աղքատին օգնելը սխալ է սա. Աղքատը միշտ պիտի ունենաս օգնելու, միշտ պիտի ունենաս ծառայության ցևը, շիդակ գնելու ցևը, լավ կորձերնելու ցևը, բայց եթե անգամ պիտի այս բոլորը անես, even if you were to do those things, նախ առաջինը ջանցիր որ ճաշտամունք ունկա։ Չես կրնար Աստծո ծառայել լավ ցևով, առանց որ թուն ունենաս աղոթքի եւ ճաշտամունքի կյանք։ Չես կրնար Աստծո հանդիպիլ առանց աղոթքի եւ ճաշտամունքի։ Չես կրնար Աստծո հանդիպիլ առանց քո անձդ խոնարեցնելու իր արչեւ։ You cannot encounter God without humbling yourself. Humble yourselves then to God and he shall lift you up. Չի գնարելալ, որ ուրիշ ցևով լա։ Եթե Աստված մեզի պիտի խոնարեցնի, ուրեմն բուլի պիտի լար, չէ՞։ Աստված չուզեր այսպես մեզի խոնարեցնել, Աստված հբարդը կխոնարեցնի գսե։ Բայց Աստուծո այդ հանդիպումը մեզի խոնարեցնելով չլար։ God doesn't encounter us by humbling us. We humble ourselves to God and the Holy Spirit lifts us up. Միակ դերը որ Աստված գտեսես քեզի թեմ գտնե, եւ որ ցուն հբարդությամբ Աստծո քաս, պիտի դեսես որ հանդիպում չլար։ Եվ որ ես շատ գիտեմ, ես շատ գարտացած եմ, ես շատ աղոթած եմ, ես շատ հավատացել եմ, այս բոլորը օրը չեն բերեր հանդիպում. Those things will never create an encounter with God. Բայց իմ անձս Աստծո արչեւ տնելը անպայման հանդիպում պիտի բերե։ Հիսուս ելավ հանդիմանեց իր աշակերտը։ Ուտան դակավին չեր ինգած։ Ուտան դակավին աշակերտ էր։ Իր աշակերտը հանդիմանեց սա Սուս մնա մի խանգարեր աս գինը։ Որև այս գինը իմանան դղակ որ այդ ժամանակ դիգիներու մասին գրնային ավելի հանգստությամբ խոսիլ իրենց մշակույթի մեջ, շատ ավելի հեշտ էր խոսիլ այդպես, Հիսուսը հանգիստ է ազգնոջ սա։ Ինքը ըրավ բամը որ ուրիշ մեկը չրավ։ Գիտեք այս գինը ինչ ըրավ ժամանակը հասկացավ։ Եվ որ դու ժամանակը կհասկանաս, when you understand the times, դու շիրակ կորձերը գնես։ Իբրև հավատացյալը մենք շատ անգամ բարգած գրնանք կլալ, գրնանք ժամանակ անցնել, իբրև հավատացյալ աղդոտ կյանք չենք ապրել, բայց գրագոտ չենք կլար։ We're not on fire to serve the Lord. Ադիգա շատ վտանգավոր վիճակն է, որ ամեն իր ռուտինը ապրի, իր արցագուրտը, իր դունը, իր դեղը, իր կորձը եւ իր գրոնքը գլա այդ մեկը։ Հասկացար, ինչը սկիզբը համարը գսե թող քու հավաքավայրդ քնա հանդիպե իրեն, let us leave the camp and go to encounter him. Ամեն հավատացյալ, ոչ միայն հովիվը, ամեն հավատացյալ գանչված է երթալու հանդիպելու դիրոջ։ Ամեն։ Ուրեմն, եւ որ ժամանակը կհասկանաս, մեկը չսերկեզի քնա յուղտապ է, մեղք է, ամոթ է, չէ, դու գերտաս եւ քու լավակույնդ կուդաս Հիսուսին։ Մեկ վարյան արի եւ մտածի այս շաբթվան ընթացքին ես գիշերեմ շաբաթվա օրինակը կորցածել, որտեղ մեր միտքի մեջ թարմ է։ When we use 7-day period, it is fresh in our minds. Նայե օրինակ ինձ այս շաբաթ քանի հիվանդ է, շատ լավ գիտեմ թիվը։ Որովհետեւ այս շաբաթ էր, շատ լավ գիտեմ։ Որ օրը որ ուր ինչ կացի, չէ՞։ Բայց եթե մեկ դարի վերջ հարցնես չեմ իշեր։ Ես ինչու համար կկործեմ 7 օրը եդ երթալ նայել, որովհետեւ լավ հաշվետվություն, it's a good checkpoint to realize where we're going. Նայե ինչ ցևով այս գնոջ վարմունքը գրծար ունենալ կյանքիդ մեջ. In which way you had a similar worship act towards Jesus. Գուզեմ շարունակել նույն պատմությունը գա Ղուկաս 19-ի մեջ, որ գուզեմ բաժիմը գարտալ ցեզի, Ղուկաս 19, Luke 19, 33-ին 35։ Ուրեմն Հիսուս հրաման գուտա, որ երթան երկու աշակերտի գսե, որ կացեք եւ ավանագը եւ կագեցեք եւ բերեք գսե։ Եվ եթե որ դերը ցեզի հարցնե, ավանագին դերը հարցնե, ինչ կնեք, ասեք դիրոջ պետք է։ Հիմա այս բանը այսօր եթե լար եւ մեկը կա դուրսը Տեսլա մշարված է, քու Տեսլա լասենք, եւ մենք քեզ գսե որ Աստված գուզե պիտի դանիմ։ Դու ինչ կնես այդ մարդուն։ Բայց այդ մարդուն կացին, այդ մարդը այդ ավանագը ուներ եւ իրենցին դերը գուզե։ Այդ մարդը խոնարհություն ցույց տվավ եւ հնազանդություն ցույց տվավ։ Առանց իր արտոնության չերելար։ That man showed humility and obedience. He understood the moment. Նորեն ժամանակը հասկացավ։ Հասկացավ, որ դերը ինչ գուզե։ Եվ որ մենք ռուտինի մեջ լանք, մեր կյանքը,
Եթե անգամ Աստված մեր կողեն աստի չենք ճանչնար, չենք հասկնար, չենք սկար։ Համարը գխոսվի քեզի, բադմուչումը գսվի Սուրբ Գիրքեն, բամը չի նշանակեր քեզի։ Այդ վիճակը ոչ թե որովհետև թուն հավատացյալ չես։ Չէ, բայց որովհետև սիրտդ կնա քարանալ, սիրտդ կնա բաղիլ, սիրտդ կնա քնանալ եւ գնաս չսկալ անդարբեր դառնալ։ Անցյալ շաբաթ խոսեցանք, թե Սուրբ Հոգին պետք չէ դրդմեցնել. Do not grieve the Holy Spirit. Ephesians 4:30. Եփեսացիս 4:30. Ինչպես կդրդմեցնենք Սուրբ Հոգին? Ոչ թե միան քեշ խոսքերով, հայելով, սուտ խոսերով, ասենք հայտնի չարփաներն են։ Բայց նաև գրնանք Սուրբ Հոգին վիրավորել մեր կյանքի մեջ անզգամությամբ։ Առաջին ցևը եւ ամենաշատ եղած ցևը, որ մենք Սուրբ Հոգին կվիրավորենք մեր կյանքի մեջ անզգամություն։ Անզգամություն ինչի? Աստծո խոսքին, Աստծո ներկայության։ Եվ որ Սուրբ Հոգին մեզի խոսի մենք չսկանք, չլսենք, ագանջ չդանք, այդ մեկը Սուրբ Հոգին կվիրավորե։ Ես չեմ ուզեր Սուրբ Հոգին վիրավորել, քոնե որոշումս չէ Սուրբ Հոգին վիրավորել, բայց շատ անգամ կվիրավորենք Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին մանուկի նման այսպես չի նեղվիր մեզ մեր երթար, ոչ, մեր մեջ կաբրի, բայց Սուրբ Հոգին լուր կմնա, եւ կսպասե որ ես նորեն խոսիմ իրեն հետ։ Կսպասե որ երթամ այդ հանդիպումին դեղը, որ ինքն ինձ հետ գուզե խոսիլ։ Ամեն։ Ուրեմն այս մարդը հասկացավ արդոնեց որ իր ավանա գտանին։ Լավաս երկու աշակերտներն ալ իրենք ալ հասկացան ժամանակը։ Ամեն ինչ դակավին չէին հասկացած, որովհետև որոշ բաներ կա վերջը պիտի հասկանային, բայց հասկացան այդ ժամանակին կարևորությունը, they understood the weight of the moment։ Իրենք փերին ավանակ Հիսուսին եւ ինչերին, երկու աշակերտները որ փերին, իրենց հագուստները, their cloaks, իրենք թրին ավանագին վրա։ Այսինքն իրենց ունեցածը, իրենց ծածկոցը, their covering, իրենց բադիվը, իրենց թիրքը թրին Հիսուսի ծառայության մեջ։ Նստե, թող քեզի հանգիստ լա։ Եվ Հիսուս ինքն ալ հասկացավ ժամանակը։ Ես ինչու իշու վրա պիտի նստեմ։ Չեմ գնար ցիու վրա կալ։ Ինչ կարավան մղրգեի։ Մեկ հատ այդպես մտնեի, թագավորը պիտի մտնե Երուսաղեմ, ինչու իշու վրա պիտի նստի։ Ինչու ավանագի վրա պիտի նստի։ Հիսուս լավ լուր ուներ մարգարեություններեն։ Զաքարիա 9:9 գսե որ ուրախացիր դուստր Սիոնի, rejoice daughter of Zion, որովհետև գսե քու թագավորդ կուկա ավանագիմը վրա նստած ինք խոնար է գսե։ Your king is coming to you and he is humble գսե։ Ուրեմն Հիսուս իր սրտի մեջ բռնած էր խոսքը, որ հայրը խոսած էր։ Վերջը գտեսնենք այս chapter-ի մեջ Հովանես 12-ի մեջ, որ Հիսուս գսե ես փամը չեմ ներ եւ չեմ ասեր, որ հայրը չսավ։ Ինչ որ Հիսուս արավ ինքը խոնարհության մեջ դրավ նորեն obedience եւ humility, խոնարհություն եւ հնազանդություն։ Այդ մարդը ավանագին դերը հասկացավ ժամանակը, հնազանդեցավ, խոնարհեցավ, երկու աշակերտները հնազանդեցան, խոնարհեցան։ Հիսուս ինքը դրավ մարգարեություններուն դակ, խոնարհեցուց ինքրանցը եւ ժողովուրդը, որ Հիսուսը թիմավորեց ինչերին, հասկացան, գսե ջուղերով ելան իր առջև եւ իրենց հագուստները գտնեին քեդինը, որովհետեւ Հիսուս վրայով անցել, այլևս ինչ պիտի կորձածվեր այդ հագուստը։ Ավանագը վրայով պիտի անցներ գսե, չէ՞, բայց իրենց համար ավելի կարևորը դեսան, ավելի արժեքավորը դեսան։ Հիսուսին թիմած ամեն մարդ իր թերը հասկացավ, գուզեմ կարևոր բան ասել։ Հովիվեն մինչև թուրը բացողը, մինչև մեկը որ ուրիշ տեսակ դերմը բզդիկ ծառայությունը գնե, բոլորը պետք է ծառայեն հնազանդությամբ եւ խոնարհությամբ Աստծո խոսքին։ Ամեն քրիստոնեական շված է խոնարհություն ունենալու Աստծո առջև եւ հնազանդություն ունենալու Աստծո առջև։ Որովհետեւ եթե այդ մեկը չունենանք ժամանակները չենք հասկանար։ Կանցնի լման կյանքը եւ գսենք դեր ինձ ցույց տուր ինչ պիտի նեմ եւ եթե ցույց տաս պիտի անեմ եւ համը չենք տեսներ։ Ագանջ ունեցողը թող լսե թե հոգին ինչ կսե եկեղեցին։ Ամեն։ Ուզեմ շարունակել Ղուկասի մեջ 38-ը։ Գիտեք ամեն հրյա ուսուցիչ, ամեն հրյա ղեկավար չարչեր, not every leader of the Jewish community at the time was evil. Շատեր ընդունեցին քախնի հասկացան, նայենք գարտանք ինչ կսեն։ Այո 42 Հովանես 40 գներեք Հովանեսի մեջ է 12 42 43
Ամեն բարակային նույնիսկ հրյա ղեկավարներեն, իշխանավորներեն շատեր հավատացին Հիսուսի։ Բայց փարիսեցիներուն պատճառով չէին հայտներ, որբեսի ժողովարաններեն դուրս չտրվին, քանի նախընտրեցին մարդոցմե պարապանվիլ, քան Աստուծմե. Yet at the same time, many among the leaders believed in him, but because of the Pharisees, they would not openly acknowledge their faith, for fear they would be put out of the synagogue, for they loved human praise more than praise from God. Այսինքն շատ ծանր բան մնե։ Ոչ թե անհավատ էին, հավատացին, ավելի քեշ, հավատալով չրին շիդագը։ Որովհետև հասկացան ով է, բայց իրենց համար, իրենց մշակույթը, իրենց ընդունվելը, իրենց մարդոց արչև լավ երևնալը ավելի կարևոր եղավ։ Հավատացյալները մենք այսօր շատ անգամ չենք ուրանալ Հիսուսը. We don't directly deny Christ. Բայց մեր կորձերով շատ անգամ լուր գմնանք մեր հավատքի մեջ, որովհետեւ մարդոց հետ հաշտ մնանք. A lot of people like to get along with everybody, so they hide their faith. Քեզի լուր մդամ, օրը մարդոց աչքին կովելի բիդի չլա Հիսուսն տունիլը. It will never be praiseworthy thing to accept Jesus in the eyes of the culture. Միշտ հոսանքին հագարակ բիդի լողաս. Այդպես էր այդ ժամանակ, այդպես է այսօր, այդպես պիտի լա մինչև Հիսուս կա։ Միշտ պիտի լաս այդ անձը, որ պիտի որոշե, որ ինք ցայն պիտի լա Հիսուսի համար կամ ոչ։ Ժողովուրդը, որ դուրս եկավ եւ գքովեր Հիսուսը հոզանա երկելով, հասկացավ ժամանակը եւ այդքան կարեւոր էր ժամանակը, զորավոր էր ժամանակը, որ եւ որ փարիսեցիները եկան ասին լրեսուր աշակերտները, լրեսուր ժողովուրդը ասավ, եթե իրենք լրեն քարերը պիտի աղաղակեն, այսինքն նույնիսկ քարը գրնա ըսկալ այս ծանրությունը եղածին։ Աստված միշտ իր ցևը ունի, որ հայտնվի։ Արդյոք իմ կյանքս պիտի լա այդ մեկը, որ մով Աստված հայտնվի։ Աստված միշտ պիտի ներ կորձը, բայց ես գուզեմ ինձ մով լա։ Դու պետք է ուզես քեզ մով լա։ Այդ ժողովրդին բորալը, գանչելը Փարիսեցիներուն վախը չգրծավ գեցնել։ Փարիսեցիներուն արչև ըրին այդ մեկը, գրնային իրենք անունները քրել, ժողովարան դանիլ, վերջը ձեձել իրենց։ Իրենց համար կարևոր չէր։ Հասկացան ով գանցներ։ Հալածանք ընդունեցին, որովհետև դեսան ով գանցներ իրենց կովեն։ Ուրեմն այս հրյա ուսուցիչները հասկացան ով էր, բայց նախընտրեցին իրենց թիրքը բայել, they preferred to keep their standing. Եվ նախընտրեցին մարդոց աչքին լավը մնալ, ընդունելին մնալ, որ դուրս չտրվին իրենց սինագոգներեն։ Շատ ծանր մեղք մկորդեցին հոն։ Հայտնություն 19-10-ը մեզի շատ գեղեցիկ բան գսե, եւ գուզեմ այս մեկը ցեզ եսել, եթե գրնակ ընդգծեցեք։ Ես միշտ գսեի, ո Մարկարեն միշտ պետք է աբակային մասին խոսի։ Այդպես կգարձեի քոնե, ով գիտեր Մարկարեն միշտ քալիկը գսե, այդպես կլա մշակույթով։ We think of prophets as people who predict the future many times. But in the New Testament, it's a little different. Նոր շեշտը նպատակը մարգարեության նայեցեք ինչ է։ 19:10 Որովհետև Հիսուսի մասին վկայելն է բուն մարգարեության հոգին։ It is our bearing witness for Christ, which is true testimony. Այսինքն Քրիստոսի մասին բերած վկայությունը է, որ մարդուն կյանքը կփոխի, Աստծո գամքը կգադարի։ Ոչ անպայման միան փորձել աբական գիտնալ, ոչ, ադի քեզի շատ օգուտ պիտի չնե, Աստված կխոսի, Աստված պիտի ասի աբական, մարգարեներուն պիտի խոսի, բայց շատ ավելի ցևով Աստված այսօր կկործածե մարգարեները վկայության համար։ Եվ բոլոր հավատացյալները ունին մարգարեության շնորհքը։ All believers are called to prophesy. The true spirit of prophecy is testifying about Christ. Ղուկաս 8-ը մեզի գսե ոչ ոք լույսը գառնե եւ գբահե գծածգե ոչ ոք նույն ասել գուզե որ բնական չէ it's not normal որ հավատացյալը որ լույսն է լույս կանչված է ինքը ծածկե է լույսը այսինքն լույսը ծածկելը կորձ մնե it's an active act to hide the light գսե տուն որ լույսն ես մի ծածկեր քու լույսը նաեւ գսե Մատթեոս 5-ի մեջ գսե ոչ ոք գրնա փլորիմը վրա շինված քաղաքը ծածկել A city on a hill cannot be hidden. Եվ տունես այդ փլուրին վրա շինված լույսը, գսե դուք եք լույսը գսե, դուք մի ծածկեք ձեր լույսը։ Ասել գուզե ուրեմն պետք է հայտնի ընեք ձեր ինքնությունը։ Նորեն գսեմ այս 7 օրվան ընթացքին նայինք ինչ ցևով մենք վկայեցինք Քրիստոսի մասին։ Որուն ուր եւ ինչ ցևով ես տվի Հիսուսի վկայությունը։ Որուն ուր եւ ինչ ցևով ես տվի մեգումը այս շաբաթ
Հիսուսի մասին վկայությունը։ Շատ կարևոր հարցում է։ Այդ մեկը ցույց կտա իմ սիրտս ուր է։ That comes to show where my heart is. It doesn't make me more or less loved by God. No. Չեմ ասել Աստված ավելի կամ քիչ կսիրե, ոչ։ Բայց ասել գուզեմ այդ կորձերը ցույց կտան իմ սիրտս ուր է այս շաբաթ Աստծո հետ։ Ամեն։ Հիսուս կշարունակե խոսելով 25-26-ի մեջ Վստահ եղեք, թե ցորենի հադիգը հողի մեջ եթե չինա եւ չմեռնի, ինք որպես առանցին հադիգ կմնա, իսկ եթե մեռնի, բազմաթիվ հադիգներ կդան։ Unless a kernel of wheat falls to the ground and dies, it remains only a single seed. But if it dies, it produces many seeds. Anyone who loves their life will lose it, while anyone who hates their life in this world will keep it for eternal life. Ով որ իրանցը գսիրե գործընծնե զայն, իսկ ով որ իրանցը գանդեսե այս աշխարհի վրա զայն հավիտենական կյանքի համար բահած գլա, ով որ ուզե ինձի ծառայել, պետք է ինձի հետևի եւ ինձի ծառայողը պիտի լահոն, ուր ես կգտնվին եւ հայրս պիտի բադվե ինձի ծառայողը. Whoever serves me must follow me, and where I am, my servant also will be. My Father will honor the one who serves me. Կուզեմ լավ հասկանանք ադել բարեհոս. The word hate is a heavy word. But it has to be understood within the culture. Պետք է մշակույթի մեջ հասկանանք։ Մանավանդ հрьяաներուն կով ադելը չէ նշանակեր գադեմ քեզ, այդպես չէր։ Գրնար նաև ադիգա նշանակեր։ Բայց կնշանակեր նախասիրել ուրիշ բանը ադգի ավելի եւ նաև կնշանակեր հրաժարիլ բանը denounce։ Այսինքն ես այս մեկը չեմ, ուրիշ բանի մը կպատկանիմ։ Okay? Ուրեմն Հիսուս եւ որ գսեր ուրիշ տեղ մը Ղուկասի մեջ Հիսուսավ ով որ չադեր իր հայրն ու մայրը չի գնար ինձ աշակերտել։ Հիսուս արդյոք գուզե որ մենք մեր հայրը մայրը ադենք ոչ։ Բնավ երբեք։ Քանի ամբողջ Սուրբ Գիրքը հագարակ կխոսի։ Ուրեմն ինչ կսել գուզե որ ադել բարը կկործած է։ Նորեն նախասիրել առաջինը Հիսուսը սիրել։ Նայեք այդ յանքի մեջ ինչ բան կա յանքիդ մեջ factually, practically, կորզնականորեն, որ գմրցի Հիսուսի հանդեպ ունեցած սիրույթը։ Զավակդ, ընտանիքդ, դունդ, զույգդ, կորձդ, տրամդ, ինչ կրնա ըլալ, որ գսիրես Հիսուսի չափ։ Եվ ոնց Հիսուս կսե, ով որ գսիրե որևէ բան, նույնիսկ իր հայրը կամ մայրը, կամ նույնիսկ իր անձը, ավելի կան զիս չի կրնար ինձի հետևին։ Որտեվ հստակ կսե, եթե այդպես չլա, չես կրնար ինձի ծառայել։ Գնաս ինձի սիրելի ըլալ գսե, you can be somebody who loves me and I love them, but you cannot be a servant գսե, որտեվ ծառայողը ինձի ծառայողը պիտի ըլա ուր որ ես եմ, որովհետեւ միշտ լսե ինչ որ իմ գամքս է։ Այդ ժամանակ ծառաները միշտ պիտի նեին իրենց դիրոջ գամքը։ Ծառան գամք չուներ։ Հոսը սերգուզե որ թուն քու ազատ գամքով երբ որ գսիրես Հիսուս, when you by your own volition love him more than anything, պիտի լաս այն ծառային նման որ միշտ իր գամքը իր սրտի մեջ ունի։ You will be like that person who always has the will of God in their heart. Եվ գսե այդ բիսի ծառայողը Աստված պիտի բադվե։ Այդպես մեկը որ թունես ես եմ Աստված պիտի բադվե։ Ամեն։ Ուրեմն գրեսես Աստված չէ որ գնդրե լավ ծառայողը, քեշ ծառայողը, բարի մեկը, փչար մեկը, ոչ, այստեղ գսե որ ով որ գսիրես իս ուրիշ բաներեն ավելի այդ անձը պիտի լա ինձի ծառա, պիտի միշտ ըսկա, իմանա ես ինչ կխոսիմ եւ այդ անձը միշտ պիտի անե հորը գամքը։ Գիրեք ով այսպես դրավ ինքը Հիսուս ասավ ես ոչ մեկ բան գնեմ առանց որ հայրը ասե։ Հայրը միշտ ինձի հետ է որովհետեւ ես միշտ իրեն հետ եմ։ Նորեն կհասկանանք ինչ եղավ։ Կհասկանանք ինքը որ թակավորն էր, խոնարեցուց he humbled himself, դարձավ ծառա իր գամքով, by his own will, եւ արավ հորը գամքը։ Եվ որ Հիսուս խաչ պիտի ելեր, Հովանես 17-ի մեջ, John 17 իր աղոթքի մեջ գսե հայր չեմ աղոթեր, որ աշխարհեն հանես։ Ուրեմն չաղոթենք որ Եգուր վերջացուրաս աշխարհը չարեն օրերը մեզի ազատ է մինչև երբ աղոթները գեցնենք։ Ասաղոթները իմաստ չունին։ Հիսուսով չեմ աղոթեր, որ աշխարհեն հանես զավակները, այլ գաղոթեմ, որ իրենք բահես չարեն, I pray that you will keep them from evil, եւ գաղոթեմ, որ իրենք ըլլան ուր որ ես եմ։ Եվ դեսնեն իմ փառքս։ I pray that they be where I am and see my glory։ Կսկակ դարբերությունը շատ սխալ ցևով գրնաս հավատացյալը լալ, որ միշտ կսպասե երբ պիտի կա Հիսուսը, որովհետև զզվեցանք այլևս։ Չէ, օրերը շատ չարեն։ Գամ գրնաս լալ այն հավատացյալը, որ միշտ կփնտրե իր ամեն օրվա մեջ քու գամքդ ինչ է ինձի համար,
ես պիտի ընեմ քու գամքը։ Եվ որ Հիսուսին հարցուցին, երբ պիտի քաս երկրորդ անգամ, երբ է երկրորդ գալուս սա, չեմ գիտեր սա։ Երեկով այսպես մեղեթին եւ որ հարցնենք պատմությունը եւ մեզի ճուզել բարասխան դալ, գսե, չեմ գիտեր։ Փորձեմ եղետին բարասխան առնել, որ ճուզեր քեզի դալ, չեմ գիտեր գսե քեզի։ Չեմ գիտեր։ Հիսուսին հարցին երբ պիտի քաս երկրորդ անգամ, սա չեմ գիտեր սա։ Միան հայրը գիտեր սա։ Որով իմ կորձս իբրև Աստծո ծառա, մեկը որուն վստահված է, as someone who is entrusted to serving God, իմ կորձս է ծառայել իրեն, առօրյայիս մեջ, իմ ամեն օրվաս մեջ իր գամքը փնտրել, իր կորձն է մնացածը։ Իմ կորձս չէ վաղ ինչ պիտի ըլլա։ Իմ կորձս է այսօր ես ինչ պիտի դնեմ Հիսուսի հետ եւ Հիսուսի համար։ Իմ որոշումս այսօր գնամ առնել միայն։ Իմ որոշումս այսօր գնամ առնել միայն։ Անորամար անցյալ գխոսեի լորին եւ գսե որ ամենագեղեցիկ բանը որ Աստված մեգումը դված է ժամանակն է։ Time, որտեղ ժամանակի մեջ դու գրնաս դառնալ Աստծո։ Ժամանակը քեզի դրված նվերմն է, որում մեջ դու գրնաս լավ կործածել։ Նույնիսկ եթե մինչև հիմա շատ քեշ կործածեցիր, հիմա լգնաս լավը անել։ Ով քեզի գարկիլ է հիմա որ դու շիդա գնես Հիսուսի համար։ Ով։ Ժամանակը քու գտե։ Ժամանակ ունիս մինչև Հիսուս յետքա։ Ամեն։ Okay, ուրեմն ադել եւ որ Հիսուս կխոսի որ իր անձը ադե այս աշխարհի մեջ չի նշանակել ադես ինքզինքը չսիրես, հագարակը կնշանակե սիրես Հիսուս ամեն ինչը ավելի, որովհետեւ գարենաս միշտ իր գամքը անել։ Եվ որ Հիսուս Երուսաղեմի մոտեցավ, Ղուգաս 19-ի մեջ կսել լացավ։ Հիսուս լացավ Երուսաղեմի համար, որովհետեւ սա Երանի ջանչնայիր Երուսաղեմ։ Գիտեք Երուսաղեմ կնշանակե խաղաղության քաղաք։ Եվ ինչպես գիտենք Երուսաղեմ այսօր խաղաղություն չունի։ Կսե Երանի ջանչնայիր Երուսաղեմ, ինչն էր որ քեզի խաղաղություն պիտի բերեր։ Հիսուս ամեն մարդուն ինձով գնայի։ Երանի ջանչնաս ինչն է որ քեզի խաղաղություն պիտի բերեր։ Եբրայեցիներուն գիրքը Hebrews chapter 4 մեզի գսե որ եկեք բոլորս վազենք, փութանք, ամեն ինչ անենք որ մտնենք այն հանգիստը, որ Աստված խոստացավ։ Այդ հանգիստը դեղը չէ, փունտականա չէ, այդ հանգիստը Հիսուսն է։ Հանգիստ գա Հիսուսի մեջ։ Գիտեք շատ անգամ մարդիկ գերտան արձակուրդները որ հանգիստ մկտնեն, այո մարմինիդ համար լավ է։ Բայց անցյալ անգամ եթե գիշեք բադվերի քեվարկնալ գսեր մենք շատ անգամ արձակուրդներուն Հիսուսեն արձակուրդ կառնենք, ամեն ինչ գնենք գմորնանք իրեն գուքանք նույն մարդն ենք, համը չէ փոխված։ Արձակուրդները լավ են մարմինիդ հանգիստին համար, բայց առօրյայիդ մեջ in your day to day գրնաս վայելել իր հանգիստը։ Հիսուս գանչած է քեզ որ դու ջանչնաս, որ իր անցին մեջն է քու հանգիստը։ Հիսուսի մեջն է քու խաղաղությունը։ Երեք ես գրնամս էլ առանց բացառության 13 կամ 14 ժամ աշխատեցա եւ քիրեն որ դունեն եւ որ պիտի լեի աղոթելու հայտնի էր որ լավ չի ասին գլուխս ամեն ինչս գցավեր պետք էր տայ միան փախեի դունեն փախա քալելու կացի վերադարձան է մանալսա որ հանգստացար որտեւ ամեն ինչս փոխված էր միան եւ որ կացի եւ աղոթեցի եւ որ երթամ եւ աղոթեմ գանտիվի Աստուծո թադրոն չենք խա եթե պիտի աղոթելը միան ավանդույթին մի աղոթել իմաստ չունի եթե պիտի աղոթես աղոթելու համար մի աղոթեր բամը չլար բայց եթե պիտի աղոթես երթալու իրեն հանդիպելու ինչպես քիչ երկ պիտի երկենք թափեմ ոտքիդ իմ ամենաթանկակինս հոն պիտի դեսնես քո Հիսուսը պիտի հանդիպիս իրեն անգարելի է որ քո մտնոլորտը չփոխվի եթե աղոթենք եւ մեր մտնոլորտը չի փոխվի կնշանակի Հիսուս չաշխատի չէ այդպես չէ անք բան չկա Աստված սուտ չի խոսիր Փնտրե Աստված եւ ինք պիտի կա քեզի մոդեցիր Աստծո ինք պիտի մոդենա քեզի Աստված քո մտնոլորտը կփոխի ես դուն եկա հայտնի էր որ փոխված էի որովհետեւ չկա այդպես բան որ դու աղոթես եւ քո մտնոլորտը չփոխվի քո լուծդ your yoke կգոդրվի Հիսուսի ներկայության մեջ Երանի քիդնաս ով Երուսաղեմը սավ Հիսուս ինչի մեջ է քո խաղաղությունը Երանի ջանչնաս մարժանիկ ինչի մեջ է քո խաղաղությունը ոչ թե որտեղ չես ջանչնալ բայց մենք բոլորս ամեն օր պետք է ջանչնանք ինչի մեջ է մեր խաղաղությունը ամեն Վերջին գետ մնալ որ գուզեմ ցեզ ենել գնա բենդվեր հրամել հայտնություն 21 դե գնաք միասին բանալ 21:3-4 պիտի գարտամ նախ անգլերենով And I heard a loud voice from the throne saying, Look, God's dwelling place is now among the people, and he will dwell with them. They will be his people, and he will be their God. Երգինքեն ցայն մլսեցի որ գսեր ահավասիկ Աստուծո փնագությունը մարդոց միջև է
ահա այսօր է Հիսուսի բնակությունը քո մեջ է։ Աստված անոնց հետ պիտի բնակի եւ անոնք իր ժողովուրդը պիտի լան եւ ինքը Աստված անոնց հետ պիտի լա իբրև անոնց Աստվածը անձնական իրենց Աստվածը, their own God, their personal God, Աստուծո հարաբերությունը քեզի հետ անձնական, God's relationship with you is personal. He will wipe away every tear from their eyes. There will be no more death or mourning or crying or pain, for the old order of things has passed away. Անոնց աչքերեն ամեն արցունք պիտի սրբե, այլևս ոչ մահ գոյություն պիտի ունենա, ոչ ցուկ, ոչ ողբ, ոչ ցավ եւ ոչ ալ հոգնություն, որովհետեւ նախնիները անցան քացին։ Այդ օրը այս օրը որ դու Հիսուսով գնաս ասել, հինը քնած Հիսուսը եկավ եւ ես Հիսուսով նոր եմ։ Ամեն։ Ադի աբակայի մասին չի խոսիր միան, այո, եւ որ երկինք ելենք Հիսուսի հետ պիտի լանք հավիդյան։ Բայց մեր այսօրվա ժամանակը լավ կործածենք։ Չաբրինք, արդես սպասենք պետք է մերնենք, որ խաղաղություն գտնենք։ Խաղաղությունը Քրիստոսի մեջ է։ Խաղաղություն քեզ Հիսուսի անունով։ Ամեն։ Ոտքի գնանք եւ Աստուծո հանդիպելու համար Վերանցը խոնարեցնենք։ Աստված քեզ մեզ բամը չուզեր, պրոտոկոլ չուզեր, երկար աղոթք չուզեր, Աստված քեզ մեզ ուզե, որ քո սիրտը չի դա գլա։ Ամեն։